Ողջույն ժողովուրդ ջան, այս եթերը լինելու է զոմբիների մասին, զոմբիների հետ, այնպես որ ովքեր իրենց ավելորդ են համարում այդ երկխոսությանը կարող են գնալ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել եթերին այս ժամին միանալու համար եւ իհարկե շատ շնորհակալ կլինենք, որ կիսվեք, տարածեք եւ գրանցվեք նաեւ YouTube-յան ալիքին։ Ուրեմն, ժողովուրդ, կներեք, դարձյալ նախապես չէի տեղեկացրել, որ եթերը մանելու, որովհետև օրվա մեջ գիտեք, աշխատանքները գործել են այնպեսին են, չես հասկանում, արժի, չարժի, ուսումնասիրում ես համացանցը, մեկ ներվայնանում ես, տխրում ես, մեկ ուզում ես հակադարձես կտրուկ եւ այլն, հետո դա անցնում գնում է, որովհետև ընդհանուր առմամբ ովքեր որ ցանկություն ունեն, իսկապես հետաքրքրված են խորապես ըմբռնելու ինչ է կատարվում, նրանք ովքեր որ սրտացավ են պետության մասին, փորձում են ուսումնասիրել, հաշտվելու տեղը հաշտվում են, չհաշտվելու տեղը ոչ։ Եվ նաև դա է պատճառը, որ մտածում եմ արժի եթեր անել, թե չէ, բայց այնուամենայնիվ արժի, եւ ես անում եմ այդ եթերը, ու անում եմ հատկապես զոմբիների համար։ Տեսեք, եւ զոմբի ասողների համար, որպեսզի իրար մենք լավ հասկանանք, հատկապես ամենաշատը ես նկատում եմ բաներ, մեկնաբանություններ Փաշինյանի Էրդողանի գրքի հետ նկարվելուն, վայ ես ինչ անհուն հանդուրժողական ազգ ենք հանկարծ դրոգ մենք դարձել, զարմանալի բաներ են, բայց անդրադառնանք, տեսեք։ Նախ նրանց ովքեր որ մեզ բնութագրում են զոմբի, կոնկրետ ինձ, զոմբին դուք եք, այսպես թե այնպես, որովհետև դուք կտրականապես մերժել եք տրամաբանական հարցադրումներ, մեկնաբանություններ ընդունելու այդ կարողությունը, մերժել եք դա, ձեր մոտ բլոկել եք դա, քառակուսիների մեջ եք մտել ու ոչ մի կերպ չեք ցանկանում ըմբռնել հարցադրումները ինչի մասին են։ Ձեր ուղեղի մեջ դրել են, որ այ եթե սա խոսում է այսիշ բանի մասին, ուրեմն ինքը անպայման պաշտպանում է մեկին ինչ-որ բանից։ Այ այսքան էժան եք դուք։ Սա մեկ, բայց վիրավորելու մասին չի էս եթերը, ճիշտ է կռեք, ես ուզում եմ իրար հասկանանք։ Ցավոք սրտի, ամենազոմբիներն են ասում զոմբիներ դիմացիներ։ Ես այս բառը չեմ սիրում, անկեղծ եմ ասում, չեմ սիրում, փորձել եմ հնարավորինս չօգտագործել, բայց ստիպված եմ։ Պրոպագանդիստները դիմացինին որակում են պրոպագանդիստ։ Թուրքերը դիմացինին որակավորում են թուրք։ То հոմոսեքսուալիստները դիմացին հոմոսեքսուալիստը նախբեր որակավորում ինչի մասին է խոսքը։ Բայց անցնենք առաջ։ Տեսեք։ Ես ուզում եմ գալ այդ ես այո զոմբի եմ ու ես իմ պետության զոմբին եմ։ Եթե հարցեր կլինեն, ապա խնդրեմ։ Եվ եթե ես կարծում եմ, որ իմ պետությունը կարող եմ այսինչ կամ ամենիշ քաղաքական գործիչներին սա տարելով, որպես քաղաքացի իրենց խոսույթը ներկայացնելով, մեկնաբանությունները, խորքային պատկերացումները եւ այլն օգտակար լինել այդքանով բան։ Հիմա ես ուզում եմ իմանալ, ասենք օրինակ դուք ինչով եք զոմբի, ինչի մասին եք դուք։ Նրանք բոլոր նրանք, ովքեր որ սատարում են Քոչարյանի, Սերժի, Լևոնի, կաթողիկոս Կոչեցյալ բանին, Կտրիչ Ներսիսյանին, բանին, այն խալխի ձևովի Սամո Մամոներին, Դոդի Գագոներին, մյուսներին, բոլոր սրանք զոմբիներ են։ Զոմբիներ, ովքեր իրենց միջակայքից ավելին չեն պատկերացնում աշխարհը ու չեն ցանկանում պատկերացնել։ Բայց անգամ այդ պարագայում ես չեմ ուզում վիրավորել, իսկապես։ Պարզապես դուք եք առաջինը սկսում, մենք ստիպված ենք լինում երբեմն հակադարձել։ Երբ որ դուք խոսում եք Հայաստանից, խոսում եք ինչ-որ փրկություններից, խոսում եք ինչ-որ անվտանգություններից, խոսում եք ինչ-որ պետականություններից, բայց միևնույն ժամանակ սատարում եք այս բոլոր երևույթներին, դուք կամ զոմբի եք, կամ անմեղսունակ, դուք չեք հասկանում ինչի մասին է խոսքը։ Այս բոլոր ուժերը պետականությանը, հայկական պետականությանը դեմ են։ Բայց իրենց դեմ լինելը բնականաբար չեն նստելու ձեզ պատմեն, որ դուք էլ վայ հանգարտ բան անեք, գուշակեք ու դուրս գաք ասեք չէ, դες չենք ուզում։ Այնպես որ ես պետության կողմնակից եմ ու ովքեր որ աշխատում են պետականության մասին, ես նրանց բոլորին սատարում եմ։ Ովքեր որ պայտակ սխալվում են, սխալները ասում եմ, ովքեր ոչ։ Այսքանով դնենք մի կողմ, բայց կանդրադառնանք դեռ սրան զուգահեռաբար, հա։
Ես ուզում եմ ավելի շատ մենք խոսենք այն մարդկանց հետ, ովքեր որ սիրում են կրկնել, բա գնաց Նիկոլը բանի Էրդողանի գրքի հետ նկարվեց, արդեն մի տարի է, քանի ամիս է անցել այդ դրվագից մինչև այսօր այս մարդիկ չեն ըմբռնել ինչի մասին է։ Նախ քանի որ Քոչարյանը նույնպես անդրադարձել էր սրան, ասեմ ձեզ ավելին, ասեմ Ռոբերտ Քոչարյանին, Քոչարյան Ռոբերտ, որ խնդրենք, կարող ես այդ որ լազերով նստած ցույց էիր տալիս քարտեզի վրա ինչերա պետք անել, այդ նույն լազերով մի հատ ցույց տայր տարածաշրջանը եւ ցույց տայր, որ Հայաստանի Հանրապետությունը կախված է ընդամենը մի հատ լարսից, աշխարհի հետ կապը, ամբողջ աշխարհի 200 պետությունների հետ կապը միայն այդ լարսով է ապահովում ու երբ որ այդ լարսում ինչ-որ մի բան տեղի է ունենում, մեր գլխին փորձանք է գալիս։ Բայց այդ լազերով դա ցույց տայր։ Հիմա գրքի մասով, գիտեք ինչ, օրինակ շատ մարդիկ պատրաստ են իրենց հայրենիքի համար ապրել։ Շատ մարդիկ պատրաստ են ընդհանուր մինչև հերոսանալ ու նահատակվել իրենց հայրենիքի համար։ Հիմա ձեզ ինչի է թվում, թե դիվանագիտության մեջ յուրատեսակ զողողության տեսակ չի, դիմացինի հետ որքան էլ որ նա տահաճակ ես, փորձես ժպտալ նրա հետ կանգնած։ Դա հեշտ բան չի։ Դա ամեն մարդու խելքի բան էլ չի։ Ուր մնաց թե գրքով նկարվես։ Հիմա ուզում եմ բոլոր նրանց, ովքեր գրքով նկարի հանդեպ հարց ունեն։ Ինձ ասեք, ասք ձեզ, Նիկոլը ինչ անձնական շահ ուներ այդ Էրդողանի գրքով նկարվելուց։ Ես հասկանում եմ, որ թեման կարող է մի փոքր հին, բայց ոնց հասկանում եմ, մինչև այսօր շարքում է, ընդ որում շատ մեծ չափով։ Ինչ շահ ուներ ինքը։ Բա անձամբ ինքը։ Ոնց նայում ենք անձնական ինչ-որ շահ չկա այդտեղ, ճիշտ է, եթե կգտնեք ինչ-որ անձնական շահ, կարծիք չէ, հիմնավորումով գալիս եք միասին գնում ենք կառավարության շենքի մոտ միտինգ անելու։ Տեսեք, մենք շրջափակված ենք։ Շրջափակված ենք մի կողմից Թուրքիայով, Թուրքիան մեր սահմանը փակել, մենք չենք փակել սահմանը, այսինքն դա նշանակում է, սիրելի քաղաքացիներ, որ հայկական կողմը, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Քոչարյան Ռոբերտի, թե Սարգսյան Սերժի ժամանակ պատրաստ է եղել օգտվել իր հարևանի հետ հարաբերություններից։ Հայկական կողմը սահման չի փակել Թուրքիայի առաջ, երբեք, սա ընկալեք։ Բա հիմա հարց, բա խի չեն փակել սահման Թուրքիայի դեմ, որովհետև ձեզ տալկատ են արել կեղծ հայրենասիրությունը, բայց գործնական առումով բոլորը շատ լավ հասկացել են, որ այդ սահմանը փակել նշանակում է ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա այդ խնդիրը թուրքերը հասկանալով եւ հաշվի առնելով կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններն ու արտահայտությունները, կոնկրետ դաշնակցական կառույցի մյուսի իբր բերենք ռուսական կայսրության թելադրած մտքերը Թուրքիայի Հանրապետությանը, վելն ասել եմ մի րոպե ժողովուրդ, իհարկե, նա մենք նրան եսի ինչ վնաս չենք կարողանալու տանք, բայց օգտվել է դիվանագիտական այն ռեսուրսից, որը մենք ինքներս տվել ենք իրեն։ Ասել է Աշխարհ ջան, ես փակում եմ Հայաստանի հետ սահմանը, որովհետև սա ինչ որ եսի ինչեր է խոսում, եկեք դուք նայեք ինչեր է խոսում։ Հարցը ցեղասպանության թեման չի, ոչ, բացարձակ։ Հարցը այն մնացած թեմաներն են բացի ցեղասպանությունից։ Որովհետև ցեղասպանության թեման ըստ էության Սերժ Սարգսյանը համաձայնել է, որպեսզի դրանով զբաղվեն պատմաբանները։ Սա էլ էլի ձեզ հուշում, ասել թող գնան պատմաբանները զբաղվեն, ախպեր մենք ինչ գործ ունենք։ Սերժ Սարգսյանի աջակիցներին սա հուշում տամ։ Իհարկե դուք կգնաք կհարցնեք այնտեղ ձեզ սիրուն հեքիաթներ կպատմեն ու դուք սկզբունքայնությունը հարցի կկորցնեք, բայց այնուամենայնիվ թող սա մնա։ Երբ որ կկորցնեք կասեք, ես ավելի մանրամասն ձեզ կբացատրեմ, թե դա ինչ է նշանակում։ Հիմի Թուրքիան առիթից օգտվում է մեր դեբիլության, վերցնում է սահմանը փակում է։ Նաև դրանով Ադրբեջանից իր շահերը ակնկալելով, որը իմիջայլոց ունեցավ եւ ունեցավ ռուսների թողտվությամբ։ Նա Արցախից մի քիչ այն կողմ ունեցավ ռազմաբազա, ինչի մասին 300 տարի երազել է։ 300 տարի։ Հասկանում եք։ Այս մյուս կողմից, սա Թուրքիան,
Այս մյուս կողմից դա Ադրբեջանն է, քարտեզը պատկերացնում ենք, չէ՞։ Որի հետ նույն ուժերը ասում են չպետք է դրանք սահմանագծման սահմանազատման, պետք է պայմ թշնամությունը, եթե պետք է то հա, հենց էլ պիտի պատերազմ լինի։ Ներքևում Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որը չնայած Հայաստանի Հանրապետության հետ ունեցած բարեդրացիական հարաբերությունների այնուամենայնիվ աշխարհի կողմից դեռևս գտնվում է սանկցիաների տակ, այսինքն նա հազիվ բավարարում ենք իրեն ու շատ քիչ տեղերում ենք մենք կարողանում համագործակցել, ընդ որում համագործակցել այնտեղ, որ հանկարծ Հայաստանը նույնպես չընկնի սանկցիաների տակ։ Վերևում Վրաստանն է, որի հետ ավելի շատ աշխատել է Ադրբեջանը, որովհետև Սովետական միությունը ժամանակին, երբ որ Խորհրդային միությունը քանդվում էր, Ջավախքի թեման սկսեց էփել ու այդտեղից որքան էլ որ հետո սառացրեց այդ թեման, միևնույնն է վրացիների մեջ մնացել է հետք։ Եվ մենք չենք կարողացել հաջողել մշակութային առումով գոնե այնպիսի հարաբերություններ ստեղծենք Վրաստանի հետ, որոնք որ ոչ թե ստեղծենք, այլ վերարտադրենք, որոնք որ պատմական են, հազարամյակների խորքից են գալիս։ Եվ այսինքն մնում է մի հատ Վրաստանով սահմանը դեպի Ռուսաստան, Ռուսաստանի հետ ամբողջ աշխարհ։ Ռուսաստանը նույնպես սանկցիաների տակ է։ Հիմա որպեսզի հայկական տնտեսությունը կարողանա զարգանալ, հայ մարդը կարողանա շնչել, հնարավոր լինի դրա արդյունքում բանակ զինել, չգիտեմ ինչ անել եւ այլն, այն ինչ որ դուք եք ասում, արա զինեք բանակը, Թուրքիայի ծամերը չբացեք, բոլորը դժտամացեք, բայց բանակը զինեք։ Ասենք ես ուզում եմ հասկանամ, դուք ո՞նց եք մտածում, տիկնեք այդ բանոնեք զոմբլոներ։ Սա ձեր բառով եմ ձեզ հակադարձում բարձրապես։ Խիստ անհրաժեշտություն է աշխարհի հետ կապվելու համար, որպեսզի հասնենք նրան, որպեսզի Թուրքիան սահմանը բացի, շրջապակումը 35-ամյա վերացնի։ Իհարկե Թուրքիան այստեղ ուզում է աճուկներ հավաքի։ Պալյուբոմ, եթե դու հնարավորություն ես տվել նրան ինչ-որ մի գործողություն իրականացնել, ապա պիտի ներկայացնես փոխադարձ շահ, փոխադարձ օգուտներ, որպեսզի նա ասի լավ, օքեյ, թե չէ ինքը շարունակելու է շարունակել իմ թեման, որը որ մեզ վնաս է, հասկանում եք, թե չեք հասկանում։ Եվ այս պարագայում դու ուզես թե չուզես, պիտի սկսես Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել, հատկապես այն բանի համար, որ այդ որ ասում եք ցեղասպանությունը ճանաչելու, ցեղասպանության մասին, որպեսզի կարողանաս խոսել, այդ մասին կարողանաս տեղեր հասնել, կարողանաս առնասրակ գործես, արտաքին հետախուզությունդ գործի, դատա բանդ գործի, դիվանագիտական հարաբերություններ գործեն եւ այլն, որպեսզի ճանաչես նրան եւ նաեւ ճանաչի քեզ, դու ուզես թե չուզես, պիտի գնաս հարաբերությունների կարգավորման։ Հարաբերությունների կարգավորում Թուրքիան չէր ուզում ժամանակին։ Նիկոլ Փաշինյանը վերակելում գնում է, դու մի հատ էլ հանդիպում է Էրդողանի հետ, բա բնական է, հարևան երկիրն է։ Դու մի հատ էլ պետք է հայրենիքի համար, ես շեշտեցի, չէ, հայրենիքի համար ինչեր եք պատրաստ։ Ես էլ պատրաստ եմ հայրենիքի համար, օրինակ, մի հատ նկարվի այդ գրքով։ Ինչ ունեք, ինչ հարցեր ունեք։ Այո, նկարով, այդ գրքով նկարվում է։ Դու հա պետք է կրծքին սեղմած, այնտեղ կրծքին սեղմած։ Ինչ հարց ունեք։ Եթե դրա արդյունքում հնարավոր է որպեսզի բերել կառուցողականության դաշտ Թուրքիային հասկանում եք դուք նայել եք քարտեզի վրա Թուրքիային ու Հայաստանին, առհասարակ եղել եք Թուրքիայում մի հատ։ Դուք հասկանում եք նրա տնտեսությունը։ Դուք հասկանում եք աշխարհում նա որ նա G7-ի անդամ է, G7-ի դե G10, նա գերտերությունների ներկայացուցիչ է։ Դուք պետք է հասկանում եք սա ինչ է նշանակում։ Այդ որ աճուծակ բոլորին զոմբի մոմբի եք ասում։ Կամ աճուծակ բոլորի, բա թուրքը թշնամիս է, այնի է։ Չգաք այստեղ մարդկանց չսովորացնեք ով թշնամին է։ Դուք շատ փոքր եք, ձեր տակ գետ ուղեղներով մարդկանց բացատրեք ով ինչն է։ Հասկանում եք։ Եթե դուք նոր եք գուշակել, որ նա ձեր թշնամին է, բայց հակնում եք այնուամենայնիվ թուրքական արտադրության, չգիտեմ ինչեր, ձեր տուններ կառուցում եք թուրքական արտադրության եսի մինչերով, ուրեմն եկեք կլինի Հավվայի բանից թշնամություններից եսի մինչերից մի խոսեք։ Այո, մենք ունենք պահանջներ Օսմանյան կայսրության հետևանքների հետ կապված։ Դրա մասին էլ դեռ խոսենք։ Ես չգիտեմ, այսօր թե առհասարակ, բայց խոսենք, չնայած որ խոսել են, բայց ժամանակն այս ամեն ինչը կոնկրետ ավելի པարզ ներկայացնելու մեր հասարակությանը։ Տեսեք, հիմա ցանկացած քաղաքացու հարց եմ տալիս. ինչի եք պատրաստ, որպեսզի մեր տնտեսությունը սկսի շնչել։ Ասեմ, հուշեմ, մեր բանակը, որպեսզի լինի լավը, կախված է մեր տնտեսությունից։ Մեր դիվանագիտությունը, որպեսզի լինի լավը, կախված է մեր տնտեսությունից։
Մեր օթային տարածքի կառավարումը, օթանավականներից սկսած, որպեսզի լինի լավը, կախված է մեր տնտեսությունից։ Մեր բանը, այդ գիտեք ինչ, այդ ԿԳՄՍՆ-ում ինչ են որոշում, ինչ չգիտեմ, բայց բանը կրթության որակը բարելավելու համար նույնպես անհրաժեշտ է տնտեսություն զարգացած ունենալ։ Եվ յետակառուցվածքներ, մյուս, ինչ ուզում եք, գյուղատնտեսություն, անասնաբուծություն, ինչ ուզում եք, բժշկություն, ամեն ինչը կախված է տնտեսությունից, փողից։ Ինչքան է փող մտնում, ինչքան է փող դուրս գալիս, ինչ հարաբերություններում հետ ունես, ինչ հարաբերություններում հետ չունես։ Սրանից է կախված։ Եվ եթե ու այս ամեն ինչի մեջ դու չես կարող ապահովել բարձր որակ, եթե դու կախված ես աշխարհից մի հատիկ ճանապարհով, որի անունը լարս է։ Չէ, լավ ճանապարհ է, վատ ճանապարհ չի, դա էլ է անհրաժեշտ, դա կարևոր ճանապարհ է, մեր սնուցող երակն է։ Բայց երբ որ այդ երակը խցանվում է, Հայաստանում կյանքը կանգնում է։ Եվ հնարավոր է, եւ դա գիտակցում են նաեւ այն ուժերը, որոնք որ Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը դեմ են։ Շատ լավ գիտակցում են, նա տարեստական խնդիր գցում են մեյդան, վերջացավ, մեր մոտ ցնցումները պատրաստ է։ Մեզ մոտ ցնցումները, քաղաքական շարժումները եւ այլն, ամեն ինչ պատրաստ է։ Ուրեմն դու աշխարհի հետ պիտի փորձես կապվել։ Աշխարհի հետ կարող ես կապվել կամ Ադրբեջանով, Կասպից արևելք, կամ Թուրքիայով արևմուտք։ Всё։ Այսինքն դու պիտի սկսես գնալ հարաբերությունների կարգավորման ճանապարհով։ Դու պիտի գոնե հիմա ցույց տաս, որ դու խնդիրներ չունես ոչ մեկի հետ, պիտի տոլերանտություն, քաղաքացիական նաև տոլերանտություն որոշակի դրսևորես, ոսես հա, օքեյ, եկեք ապրում եք։ Եվ եթե, իսկ գիտեք ինչ, սա գիտակցում են, հաշվարկում են մեր թշնամիները նույնպես, ընդ որում Թուրքիան նույնպես։ Ոսկե ես սրան կիսլառոստամ չնչի, թե չէ։ Ու քո վարչապետը գնում է ինքնազոհության որոշակի, հա, դիվանագիտական առումով, բան չէ, կենսաբանական առումով չէ։ Գնում է ինքնազոհության։ Դու պետք է մի հատ էլ ես գրքով կնկարվում, շատ լավ իմանալով, որ հեսա դա նկարվելու է։ Դա հրապարակվում է, Հայաստանում սկսելու են քարկոծել, եւ Հայաստանում սկսելու են որոշներն լավ ըմբռնել կամ ճիշտ ըմբռնել։ Նայած ոնց կմեկնաբանի։ Նա դա անում է, եւ սրա մասին գիտի նաեւ Թուրքիայի ղեկավարը։ Ասում է մենք կանգ տենանք այնտեղ ինչ ռեակցիա է լինում, որովհետեւ առավոտից իրիկուն մի բան են լսել, որ Հայաստանում մարդիկ ասում են պետք է Ստամբուլը դարձնենք արյան ծով, վերջ։ Իհարկե գործնականում 0 գործողություն։ Գնում է դրան, հիմա ես հարց եմ տալիս այս մարդը, ես բնավ չեմ պաշտպանում, չեմ գովերքում, չեմ բանանում, ես խոսում եմ իմ երկրի ղեկավարից, դնենք մի կողմ, Նիկոլ Փաշինյանը չի, Պողոս Պողոսյանն է երկրի ղեկավարը, գնում է այդ քայլին, ձեր պատկերացումը այդպիսի քայլի հանդեպ լինելու է, ձեր գնահատականը նույնը, թե չէ, եթե լինելու է նույնը, ապա ես ձեզ հիմա պիտի ցավացնեմ մի փոքր, տեսեք, Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը, սա փաստ եմ ասում, հիմնավորած, տեսեք, կարծիք չեմ ասում, դրանք տարբեր բաներ են, կարծիքն ու փաստը տարբեր բաներ են, փաստ, Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանի միջոցով հասցնում է ամերիկյան բանին, կոնգրեսին, հետևյալ արտահայտությունը, որ եթե կոնգրեսը կարողանա այնպեսի մի հատ բանաձև ընդունի, որ հայ-թուրքական սահմանը բացվի եւ նրանք միջնորդեն այդ հարցում, որ հայ-թուրքական սահմանը Թուրքիայի կողմից բացվի եւ մենք կարողանանք օգտագործել այդ կողմով արևմուտքի հետ կապը, մենք պատրաստ ենք հայկական լոբինգին, Ամերիկայում աշխատող հայկական լոբինգին, որը որ միայն հայերով չի լեցուն, այնտեղ կան ամերիկացի դիվանագետներ եւ այլն, նրանց խնդրել, որպեսզի Թուրքիայի սրտով լինի, հա, մենք էլ կարող ենք ցեղասպանության պահանջը Ամերիկայում մեղմել։ Իհարկե, այստեղ դաշնակները ոչ մի ուրացում չեն նկատել։ Այսինքն, բառացը սենց ասել, ախպեր ջան, եթե դուք կարող եք նենց անեք, որ Թուրքիայի հետ մենք հարաբերությունները կարգավորենք, կարաք ցեղասպանության մոմենտով էլ գազ չտաք։ Էս ասել բառացի։ Եվ ոչ միայն ասվել է, այս գործողությունը կյանքի է կոչվել ինչ-որ պահի։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցեղասպանության ճանաչման բանը, այստեղ է մի փոքր նվազել։ Այստեղ ոչ մի ուրացում չենք տեսնում, ճիշտ է։ Չենք տեսնում,
Բայց մենք տեսնում ենք նաև շահագրգռվածություն, որ այնուամենայնիվ Թուրքիայից սահմանը բացվի։ Արա բա Թուրքիայից սահմանը բացվեն, դու ով ես որ Թուրքիան բանան ասի, «Ո, չէ, կանգնի, արա վախեցան, եկեք տապով բացեն, քանի աշխարհում ինչ չեն դնգստել դրա համար»։ Այս մարդը գնացել մի հատ գրքով նկարվելով բացել է տալիս։ Իհարկե դա հեշտ բան չի, որովհետև խզված հարաբերությունները վերականգնելը առհասարակ բարդ բան է։ Ոչ միայն պետությունների միջև, որպեսզի դուք մասշտաբը հասկանաք, եկեք տեղափոխվենք անձնական կյանք։ Եթե ձեր սիրելի մարդը ձեր հանդեպ հարաբերությունները խզի, կարող է կյանքում նրա հետ չհանդիպեք։ Կարող է կյանքում նրա անունը էլ չտակ կամ չցանկանաք լսեք։ Այդ հարաբերությունները էլ երբեք կարող չվերականգնվեն։ Ամենադժվար գործը կլինի վերականգնել։ Խոսքը երկու մարդու մասին է։ Հիմա պատկերացրեք երկու պետությունների հարաբերություններ բանանելու մասին։ Աբյոմը աշխատանքային ինչքան մեծ է։ Կարող եք պատկերացնել։ Շատ լավ կլինի, եթե կարողանանք։ Հիմա ես առաջարկում եմ այն մարդկանց, ովքեր որ ասում են, գնաց նկարվես գիրքը բռնած, բան, ես իսկապես չի ուզում անդրադառնալ, ժամանակ առ ժամանակ էլ փորձել եմ բացատրել։ Բայց քանի որ այս եթերը ուղիղ է թեմայի մասն է, խնդրում եմ ինձ ռեալ ասեք, այս պարագայում ի՞նչն է ձեզ դժգոհություն պատճառել։ Դուք իսկապես այդ քաղաքացիներին եմ ասում եւ նրանց լսող են մարդկանց, ովքեր ասում են, այո, ճիշտ ես, դու ուռա, դու ես ինչ հայրենասեր տղա ես։ Գիտեք ինչ, ես կարող եմ հայրենասեր տվել ու 120 միլիոն թուրքերին անձնապես թշնամի համար եմ բավական չի, մի հատ էլ գնամ Թուրքիա մի 10 հոգու վիզ պրտեմ։ Դուք կգրաք պրտեք։ Անկած Երևանի կենտրոնում թուրք եք ման գալիս։ Բարձրանում եք Բաթումից մտնում եք, ենքում մի 100 միլիոն մարդ է ապրում, թուրք։ Գնացեք ձեր թշնամությունը արեք, տեսնեմ ոնց եք անում։ Դուք ոչ կարող եք մեր պետականությունը դնել հարցականի տակ դրանով ու տալ լեգիտիմ հնարավորություն թուրքերին ձեր թշնամիներ։ Այդ տեսնում եք որտեղ եք դուք իրանց սիրում։ Տալ լեգիտիմ հնարավորություն թուրքերին, որ միջազգային ատյաններում փորձեն համոզել, որ տեսեք Հայաստանը այնքան էլ կառուցողական չի, մենք ենք մի բան էլ կառուցողական, չգիտեմ, ու սրանով մեր դեմ հազար ու մի տեսակ քայլեր արել, մեզ թողնելով մի հատիկ լարցի վրա։ Դուք եք հայրենասեր կոչվում։ Ռոբերտ Քոչարյանը մի հատ լազերով ցույց տայր, ինչ ես արել։ Մեկ ցույց տայր։ Մեկ ցույց տայր, որ ամբողջ Հայաստանի տնտեսությունը մի հատիկ ճանապարհի վրա է կախված։ Եվ դու անուն ես դնում մի ամբողջ խաչմերուկի, մի ամբողջ խաղաղության խաչմերուկի։ Մի ամբողջ տարածաշրջանի զարգացման ուղղու անունը դնելով բան Զանգեզուրի միջա Զանգեզուրի միջա մեծ կացել է Ալիևը մեկ դու այ բիչ այ հայ ազգի բիչ այ հայ ազգի չարիք եւ բոլոր նրանք ովքեր որ քեզ սատարում են պիտի սա ըմբռնեն Հայաստանյան տնտեսությունը ոնց եք տեսնում զարգանա գնացել եք Ռուսից Դուք առել եք 300 միլիոն դոլարի զենք, Ռուսը Ադրբեջանցուց ծախել է 6 միլիարդի զենք։ Մի պայմանագրով, ես չեմ ասում երկրորդ պայմանագիրը, չեմ ասում 5-րդ կամ 10-րդ պայմանագիրը։ Մի հատիկ տխտով։ Այն որ մի հատ գնացել ենք խանութ, մի հատ հաց ենք առել եկել ենք։ Մի ժամ հետո կարող է մի հատ էլ բաստուրմայա պետք եղել, չգիտեմ։ Բայց մենակ այդ մի հատ հացի արժեքը արդեն եղել է 6 միլիարդ։ Անդ որում ռուսը հելել կայֆավատեր ելնում վրեկներ հետ, ձեր լավ ընգերը, ասում էր բանա, դե հայերը չեն ուզում չենք ծախում, թող ուզեն իրանց էլ ծախենք։ Բախի չէիք ուզում, խիարաժես չէր ձեզ։ Դուրս այգել հիմա լազոր, մարդով Ղարաբաղը դրել է բանակցությունների սեղանից դուրս, Հիմա վերցել դրել է իրար հետ լազերոսը ցույց տալու մենք ասում ենք սենց կամենած։ Բա ասելով որս է 20 տարի ղեկավար եք եղել, գնայեք անեք 30 տարի։ Այդ մենք է ձեր վրա պիտի մունատ գանք։ Դուք ով եք մեր վրա մունատ եք գալիս արա։ Դուք ով եք։ Ձեր փողը աշխատավարձը վախտով տվել ենք։ Գնացել եք դուրսը, ինչ կա չկա զիջել եք, ինչ կա չկա բան եք արել, վարի եք տվել, եկել եք Հայաստան Մենք հայերս բան ես կողմ ենք կողմ։ Ուրա մենք հայերս ուրա հենց մի լավ հենց իման դրենք մի կողմ։ Մի հատ եկեք քանի որ հենց հիմա այս խոսանք կոչենք գիտեք Նիկոլե եկավ բան մի 18 թիվ գրեք մի հատ այսպես թուղթ եք վերցնում տեսեք այսպես թուղթ եք վերցնում վերեն գրում եք 2018 թվական չէ գրում եք 1991 2000 գիծ 2018 ու գրում եք ինչ եք ունեցել արա սեփական ինչ եք ունեցել պետությունը ինչ ա ունեցել
Ունեցել է մի հատ ճանապարհ լարցից կախված, ունեցել է քանդրտած զավոդներ, ունեցել է քանդուքարապ տնտեսություն, ունեցել է քանդուքարապ կրթություն, զրո մշակույթ, պլենդուզից ցածր ու բոլորով ինչից ոնց կարա ինչքան կարողացել կպցրել է։ Այս չեք ունեցել արա։ Այս չի ձեր արդյունքը, համախառն ներքին արդյունքը բարոյականության տեսանկյունից։ Այդ ինչ առաջընթաց է գնում։ Բա որ այդքան ամեն ինչ լավ է եղել։ Հիմի հարց եմ ձեզ տալի։ Բա որ այդքան ամեն ինչ լավ է եղել, այսօրվա դրությամբ, թեկուզ ձեզ հետևող ու ձեզ սատարող քաղաքացիները, ինչի աշխարհի քաղաքական քարտեզից տեղյակ չեն։ Ինչ էր այս կրթությունը այսքան ցածր որակի։ Որպեսզի կարողանաք համոզել խաբել կառավարել, ճիշտ է։ Այս տարական բանը, քարտեզը, տարածաշրջանի քարտեզը ինչի չգիտեն։ Ճանապարհները կարևորագույն։ Ինչի Հայաստանով գոնե մի հատ մագիստրալ չի անցնում։ Ինչի համար։ Քո կառավարման օրոք կարա Ռոբերտ Քոչարյան կարողացավ Ադրբեջանը Վրաստանի ու Թուրքիայի հետ համատեղ այդ բանը նավթամուղը կառուցի շրջանցելով Հայաստանը։ Հիմա արի ինձ ասա Ադրբեջանին ինչքան օգուտ է տվել Վրաստանին Թուրքիային։ Կարողացավ աշխարհին համոզի, որ այս երկար ճամփով կարելի է տանել, Հայաստանով չտանել։ Հայաստանով մի հատ միջազգային մագիստրատ ցույց տվեք, կլինի նավթ, գազ, հոսանք, երթուղի, մի հատ ցանկացած բան ցույց տվեք։ Բախի չկա։ Ոչ չէ, որովհետև ռուսները մեզ պահում են, մենք շնորհակալ ենք նրանց, նրանք չլինեն, մենք սատկել ենք հիմի։ Այս չի ձեր ասածը։ Բառացի ես այդ ձեր ասածը։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն դիվանագիտություն է վարում։ Ինքնուրույն սայթակում է երբեմն։ Բոլոր դեպքերում տեղին է հակադարձում, ոչ։ Բոլոր դեպքերում ճիշտ որոշումներ է կայացնում, այնքան էլ չէ։ Բայց գործում է ինքնուրույն Հայաստանի Հանրապետության շահերով։ Եվ ես այո, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության զոմբին եմ։ Հարցեր ունեք, բան ինչ պիտի անեմ։ Ինչ պիտի անեմ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Տաշիր Սամոն, Կտրիշ Ներսիսյան, չգիտեմ ինչեր պաշտպանեմ, չգիտեմ Թաթոյան, Մաթոյան, հա լուրջ եք խոսում դուք։ Դուք գնացեք ընկեք իրանց, տեսեք ինչ են խոսում, ինչ են որոճում ձեզ համար։ Ձեր ակաժները ինչ թեփերով են լցնում, դուք գնացեք դա որոշեք։ Մենք էլ թող մեր համար անտեղյակներով ոնց գիտենք այտենց գնանք։ Կարանք առանց իրար վիրավորելու գնանք, թե չենք կարա։ Երբ որ նա չլինի հայ ժողովուրդը կդառնա միասնական, տո լավ է, ինչ է նշանակում միասնականություն։ Կամ առասարքի ինչ է նշանակում հայ ժողովուրդ։ Ինձ մի հատ հայ ժողովրդի բանաձևումը կասեք, ինչն է կոչվում հայ ժողովուրդ։ Ինչն է կոչվում հայ մարդ։ Ինչ է կոչվում հայրենիք, ինչ է կոչվում պետություն, ինչ է կոչվում եկեղեցի։ Մի հատ կարող եք ասել։ Ամեն ինչն է դեգրադացված, եղել ու կա առայժմ։ Եվ դրա համար էլ առաջարկող գաղափարախոսություններ կան։ Չգիտես ինչու սրանցից ոչ ոք ոչ մի գաղափարախոսություն առաջ չի տարել։ Իհարկե տարել են թալանի, կպցնելու, գազավատանելու, խփել մարսելու, գյուլել գնալ քնելու, շարռան լինելով հանդերձ ժողովրդի վրա բանակ անելու, ամեն ինչի մասնագետ են եղել, բացի գաղափարախոսությունից։ Ինչ է ինչի։ Ասածներից ինչ է ինչի։ Կամ մեկը որ կարող ասի, դա այդպես չի, մի քիչ այսպես է։ Հրապարակային, թե բոլորը անդրադարձել են ինձ։ Ում ճանաչում եք, այն հրապարակային դեմքերից, բոլորը տարբեր ժամանակներում ինձ անդրադարձել են։ Ես մի հատ բան եմ ասել։ Ասել եմ աղբյուր ջան, եկեք խոսանք։ Դնենք, միացնենք, խոսանք միասին։ Ո՞ր մեկը եք եկել։ Ասեմ ավելին, Facebook-ով չէ, որ ասենք հանկարծ բան չեն, հաղորդմանն եմ հրավիրել։ Ասել եմ եկեք խոսանք, եկեք շփվենք։ Բախի չեք գալիս, հետո մետ եք միասնական։ Կամ ձեր միասնականության մեջ ում եք բացառում, կարող ենք իմանալ։ Ումոնց առհասարակ թիվը հաշվել եք, տեղից ձեր միասնականության մեջ մի միլիոն մարդ բացառեցիք, որ արտերկրներում են։ Այսօր էլ մարդիկ կան նստած ասում են, այ այդ երիտասարդները
թող գան եւ Հայաստանը ծաղկացնեն։ Դո լավ է։ Չէ, ես կարող եմ նրանց խնդրել, ասել խնդրում եմ, երիտասարդներ ջան, աղաչում եմ ձեզ։ Մենք սխալ ենք եղել։ Մենք լինելով ձեզանից մի փոքր ավագ, թույլ ենք տվել ցավոք սրտի, որպեսզի դուք չծնվեք կամ չմեծանաք կամ կրթություն չստանաք ձեր երկրում։ Մենք թույլ ենք տվել, որպեսզի դուք ապրեք կարոտով։ Հազար ներողություն, խնդրում ենք ձեզ, ծնկում ենք ձեր առաջ, ներողություն, աղաչում ենք ձեզ։ Հիմա ունենք հնարավորություն մեր պետությունը զարգացնելու, որ խնդրենք, կգաք, կներեք, որ մի քիչ ուշացումով ենք դա արել։ Այսպես հնարավոր է եւ նրանք ասեն, գիտեք ինչ, կարելի է եւ գնալ։ Առավել եւս, որ նրանք սիրում են իրենց հայրենիքը, բայց իրենք գուցե քաղաքացիների կանչին նույնպես սպասում են։ Լավ է, էլի, նենց անեք, որպեսզի այդ երեխեքի ծնողները չարքաշ կյանք ապրեն, գնան փախստական հանձնվեն տարիներ առաջվանից, սրտներին ու խշներին բեռ վերցնեն, ինչ ասես խոսեն, պատմեն, մենակ թե այնտեղ դոկումենտ ստանան, որպեսզի կարողանան իրենց ընտանիքը պահել, որպեսզի կարողանան այնտեղ զարգանալ, բանանել, երեխեքին մի կրթություն տալ, 300 դպրոց 500 մանկապարտեզ այսօր պետությունը կառուցում, այսքան այդ նշանակում է 300 դպրոց 500 մանկապարտեզի պակաս միշտ ունեցել ենք։ Բա կարող է այդ երեխեքից մեկի ծնողները հենց այդ դպրոցներից մեկի բաններ։ Բա չի կարողացել երեխուն տանել դպրոց, բա ներվայնացել ասել է տոդես սիկտիր եղեք, տո ուտել ինչ կա չկա ծաղել էլ գնացել արտասաբան իր երեխու ապագայով ընկնելու, որպեսզի երեխան գոնե լավ ապրի։ Դուք ստեղ նստած կարող եք ասել, դե թող գան ու մեր երկիրը զարգացեն, տո լավ է, ինչ եք արել նրանց համար։ Ինչ եք արել։ Ոչ մի բան։ Նրանք եթե երբեք չգան ու ոչինչ էլ չանեն, որևիցե մեկը չի կարող նրանց մեղադրել։ Իհարկե մենք կարող ենք շատ շնորհակալ լինել բոլոր նրանց, ովքեր կգան ու ինչ-որ բան կփորձեն անել, բայց այստեղ էլ հարցեր կան։ Երբ որ գան ու ցանկանան ինչ-որ բան անել, արդյոք նրանց ոտի տակ սապոններ չի դրվելու, արդյոք նրանք ապահովված են իսկապես իրենց մասնագիտական հմտություններով հայրենիքին ծառայելու։ Արդյոք են գրասենյակը որտեղ որ մտնելու են, այնտեղ կապիկ լողցնողներ չեն լինելու։ Ոնց էր ասում են, Սփյուռքի նախարար ունենք մի ժամանակ։ Դե թող Սփյուռքը գումարներ ուղարկի, որպեսզի չգիտեմ ինչ անենք։ Դե եթե հայրենիքի մասին մտածում են, թող փող ուղարկեն։ Մեկ էլ նայում ես հայրենիքի մասին մտածող մարդիկ փողեր ուղարկում են, սրանք գնում են իրենց համար ինչ ուզում առնում են։ Մի հատ հայրենիք Սփյուռք կապի մասին որևիցե գործողություն։ Բանը պետության կողմից որևիցե մի երկրում որևիցե ներդրում գոյություն չունի հայկականությունը գոնե պահելու համար։ Քանի կան կերել են։ Այսօրվա դրությամբ պարտականություն, իսկ այդ երեխեքը ինչով են ձեզ պարտական։ Այդ երիտասարդները, այդ մարդիկ, այն մարդը, որ ժամանակին ստեղ տուն-տեղ ծախել է, լացակումած, այո, արցախցիները շատ են շեշտում, կներեք, ստեղ բան չկա, ուրիշ բանը չմտածեք, պրյամո բան եմ ասում, արցախցիները շատ են շեշտում, մեր հայրերի պապերի գերեզմանները թողեցինք, արտագաղթեցինք։ Արա հայրենիքից մարդը իր հոր ու մոր գերեզմանն է թողել արտագաղթել, արցունքն աշկերին։ Հայաստանի Հանրապետությունից ճանաչված պետությունից Քոչարյանի ու Սերժի ժամանակ ստիպված էլ արտագաղթել է, որովհետև լույս չի տեսել թունելի վերջում։ Բայց սրա մասին ով է խոսալու։ Ով է խոսալու։ Ունենք տվյալներ, որտեղ ինչքան հայ կա, ովքեր ուծացվելու են գնան մեծամասնությունը, իսկ այնտեղ ծնված երիտասարդն դժվար է ցանկանա այստեղ ինչ-որ բան անի, ու որևիցե մեկը չի կարա մեղադրի, որևիցե մեկը։ Ոյ, գիտեք, Փաշինյանը գնացել գրքով նկարվել է։ Գուցե չշտապեք գնահատականներ տալ։ Գուցե մի քիչ հեռատես, գուցե երկու հատ գիրք վերցնեք կարտակ ձեր կյանքում գոնե մի անգամ։ Էս է ասելիքս։ Ընդհանուր առմամբ սա է ասելիքս։ Եվ այս այո, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, երիտասարդներին, ովքեր մասնագիտական լուրջ կրթություն ունեն, աղաչում եմ ձեզ, խնդրում եմ ձեզ։ Ես չեմ պարտավորեցնում ձեզ, դուք պարտավոր չեք առհասարակ, եթե դուք չլսեք այդ աղաչանքս, երդվում եմ, ես չունեմ որևիցե իրավունք ձեզ անուն դնելու, եւ չեմ կարող թույլ տալ, որ որևիցե մեկը ձեզ անուն դնի, չեմ կարող, որովհետեւ ես շատ լավ գիտակցում եմ այն ամեն ինչը, ինչի միջով ձեր ծնողներն են անցել ձեզ այդ բանին հասցնելու, բայց խնդրում եւ աղաչում եմ ձեզ, հայրենիք գալու ժամանակն է,
Եթե դուք շատ լավ գիտեք, որ դուք այստեղ կարոտելու բան ունեք, դուք բոլորը շատ լավ գիտեք։ Եվ մենք էլ շատ լավ գիտենք, թե ինչպես ենք ձեզ սպասում։ Մենք էլ շատ լավ գիտենք, թե որքան ունենք ձեր կարիքը։ Մենք շատ բաներ չենք հասկանում, շատ բաներ բռի ձևով ենք անում, շատ բաներ կոպիտ ձևով ենք անում, ձևը չգիտենք, գուցե։ Խնդրում եմ, եկեք սովորացրեք մեզ։ Ոնց է ընդունված նորմալ երկրներում աշխատել, ապրել, արարել, ստեղծագործել, շփվել։ Եթե կարող եք, եթե չեք կարող, միևնույնն է, ես ոչինչ չեմ կարող ձեզ ասել, բացարձակ ոչինչ, որովհետև ես մշտապես լինելով Հայաստանում, ես թույլ եմ տվել, որպեսզի 91 թվականից հետո ստեղծվի այնպիսի պետականություն, այնպիսի երկիր, որտեղ որ ձեր ու ձեր ծնողների կեցությունը դրվի հարցականի տակ, որտեղ որ հայ քաղաքացու երջանիկ լինելու իրավունքը դրվի հարցականի տակ, որտեղ որ հայ մարդու կրթություն ստանալու իրավունքը դրվի հարցականի տակ, որտեղ որ հայ երեխայի տարրական կրթություն ստանալու իրավունքը նույնպես դրվի հարցականի տակ։ Եվ այսօր այս ամեն ինչի մասին ես շատ լավ գիտեմ, որ դուք ավելի լավ եք հասկանում։ Եվ եթե դրան էլ գումարենք ձեր հենց տեղում լինելու հանգամանքը, վստահաբար ամեն ինչ լավ կլինի։ Սա մեր երկիրն է, մեր պետությունն է, ու ես այո զոմբի եմ ու զոմբի եմ իմ պետականության։ Իսկ պետականություն ասելով ես շատ լայն բաներ եմ հասկանում։ Մեկը կա, մի հատ Սերժի Դավոյա ինչ է։ Դեռ սիրում արանք ինչ-որ բաներ խոսել։ Իրա գործը, իրա իրավունքն է։ Իսկապես, այդ որ ասում եմ Սերժի Դավոյա ինչ է, ես չի էլի սարկազմով, ոչ է։ Դե մի տենց խոսից ստացվի։ Ասում եմ, հա դե ընտրություններ են կերտել, որպեսզի հայրենի պետություն բանեն, լուրջ ես ասում։ Լուրջ ապեր։ Ինչ պետություն։ Այն պետությունը, որի սահմանակը ծպան գործընթացներին դեմ եք եղել։ Ինչ պետություն։ Այն պետությունը, որից 3 հատ անկլավ եք պատրաստ եղել, այն պետությունը, որտեղից երբ որ Քոչարյանը մեղրի էր տալիս, Սերժը երբ որ եկել է նախագահ 10 տարի, ոչ գովացել է դրա մասին, ոչ բված է։ Ու ես թվարկեմ գնա գալիս եմ, այնքան թվարկեմ, տեղ չկա թվարկելու, տեղ չկա, ամոթն էլ լավ բան է, ես ինքս չեմ տեսեք ժողովուրդը, երբ որ մի բանը չես հասկանում, կարող եմ մի հատ հարցնես, պատասխանը լսես, էլի չհասկացար, երկրորդ անգամ հարցնելը, մի քիչ ամոթ է, երրորդը վաբշե, ոնց որ դուք ես դեբիլ ես գաս, հիմա առհասարակ հարց տվողը, երբ որ երրորդ չորրորդ անգամից չի հասկանում, ինքը պիտի մի քիչ ամաչի, էլի 5-րդ անգամ հարցը տա կամ բան ասի։ Այս պարագայում հակառակն է։ Ես եմ սկսում ամաչել, որ ստիպված եմ լինում որոշ մարդկանց 10 անգամ նույն բանը բացատրել։ Ասում եմ, լավ, հանկարծ այս մարդը չմտածի իրան դեբիլի տեղում դրել։ Արաբես դեբիլը ինչ անեմ։ Ինչ որ մարդ, ինչ որ Պողոս, ինչ որ Պետրոս, այստեղ անձնավորած բան չկա այս ասածներից մեջ։ Ու գիտեք ամենավատը որն է, որ ինչ որ մեկը կարող է իրենից շատ բան չերևակայի, բացի մարդ լինելուց, մարդը բարձրագույն արժեք է, այդտեղ բան չասեցի։ Բայց այնուամենայնիվ քաղաքացիները մի շերտս կլա, այո, բան, սենց, բան, գաստուր, ապրել, բան, սենց բաներ։ Ինչը, ուր, դե հելեք մատ լարսի ճամփով գազ տվեք աշխարհին, տենամ այդ ուր եք գազ տալի, ինչն եք գազ տալիս։ Ձեռ եք առնում, ծիծաղում եք, երբ որ մարդը ասում էր, իսկ ով ասել, թե գյուղացի կինը պիտի մատները հարդարված չլինի, պիտի հարկ եղած դեպքում բարձրակրունկ չհակնի եւ շատ հարմարավետ չքայլի իր գյուղամիջի ճանապարհով։ Ձեռ եք առնում դուք։ Ես այսօրվա պես եմ հիշում, թե դուք ոնց եք ձեռ առնում։ Ինչի եք ձեռ առնում։ Գյուղում ապրող կինը, հայ կինը ոչ մի բանի տես արժանի չի։ Արժանի չի, որ այո խոր աշնանը ոչ թե ցեխի ճլոպայի միջով քայլի վալինկեքով ռեզինի ցապոկով դա էլ կարա հագնի։ Ըստ գործունեության։ Բայց եթե մի երեկույթի արավ, մի ժամանցային կենտրոն եղել է Հայաստանի Հանրապետությունում։ Արա իմ համար ամենավերջի ստադիան եմ ասում։ Այս այնքան բան չկա։ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդ ջան։
91 թվականից մինչև այսօր։ Դուք լսել եք, որ որևիցե տեղ մի հատ գրադարան բացվի։ Ես չեմ լսել։ Ու ես հիմա առնվազն 2 քաղաք գիտեմ, որտեղ որ 0-ից գրադարան է կառուցվել։ Ու բացումը մեկը կարծեմ եղել է, մեկն էլ շուտով պիտի լինի, կամ մեկուսն շուտով կլինի։ Սա ինչի մասինն է։ Սրա նրա մասին է, որ ձեր Քոչարյան Ռոբերտը լազերով նստած մուտի լովկեք չանի, ձեր ուղեղներն էլ թեփով չլսնի։ Սա նրա մասին է, որ դուք ինքնուրույն արդեն շատ բան հասկանաք ու քաղաքական խոսույթը Հայաստանի Հանրապետությունում այլ բանի մասին լինի։ Սա նրա մասին է, որպեսզի մենք կարողանանք ստեղծել միջավայր, որպեսզի կարողանան մեր հայրենակիցները, ովքեր որ ստիպված են եղել արտակ գաղթել Հայաստանի Հանրապետությունից, գիտեք ինչ, տարբեր բաներ է։ Տարբեր է, երբ որ մարդը գաղթել է կամ գաղթականների ժառանգա Օսմանյան կայսրությունից, ու տարբեր բան է, երբ որ գաղթել է Հայաստանի Հանրապետությունից։ Գաղթել, ոչ թե գնացել է աշխատանքային բանի կամ կրթության կամ չգիտեմ ինչ, հա, գաղթել է կյանք է որոնել, կյանք, ապրուստ է որոնել իր պետությունից, այն պետությունից, որտեղի ղեկավարներն ու դրանց հետ աֆիլացված էությունները բանը միլիարդատերեր են։ Ու սրանք խոսում են ինչ-որ թրքություններից ու չգիտես ինչերից, ինչ ուզում տուֆտում են։ Ու մարդիկ կացած գայունական դաշ, այո, հեյ, այո, ինչ հեյ, այո, արա, դուք մատ կարակ էլի եմ ասում, աչորս կարմանի թուղթ վերցնենք, վրան գրեք ես ամեն ինչը, ու գնահատական տակ։ 5-րդ տարին է, խոսում ենք չի պրծնում, ասելիքներս։ Այդ սրանց շուրջա պետք մտածել, միասնականություն եք ուզում, սրա շուրջա պետք մտածել։ Մարդը, արա, խոսում եմ երեք, մայլի տղա է, խոսում ենք, աղբեր, bir փոքրիկ բիզնես ունի, նո բիզնես չէ, անհատ ձեռներեց է, այսպես կարելի ասել, դժգոհ է, որ հարկերը ստիպված է լինելու մուծել, ու ես գիտեմ, որ ինքը դժգոհ է, արա մենք էլ խոսքի մեծ ելցան, աղբեր բախի մեր երկրում ես ինչը չեն անում, են ինչը չեն անում, արասպամ ապեր, դու հարկը չես մուծել, դու փողը չես տվել, ապեր, ոսպա խիզնից, հա կաղված, 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը գրավիտացիոն զենք է արտադրում, այնքան է գնացել լուսին եկել, որ որոշել է պետք էլ չի գնա, գա, ստեղ հələ բացատրում ենք, թե պետությունը ինչի աշխնրա շնչում, համ չի տալիս հարկը, համ եկա բախես ինչը չեն անում, ու ես մարդուն դու մտածում ես, արա, Յալի որ բացատրես արդյունք տալու է, թե չէ, իսկապես մտածում ես դրա շուրջ, բայց ինքը կարա հաճույքով ընկնի սրա նրա ասելու մեջ, ու սենցա, զոմբի եք ապեր, զոմբի արա, ասես բաներ կարող անի, հասկանում եք, դուրրակներ էրա, և այո զոմբի արտահայտություն անողների 90%-ը յոբնուտի են իրապես, մինչև այսօր չեն հասկացել ինչի մասին է, իհարկե կլինեն քաղաքացի, որ անձնապես սիմպաթիա ունեն Նիկոլ Փաշինյանի հանդեպ, հենց իրանում սատարում, լավ են անում, դա իրան սահմանադրական իրավունքն է, նույն ձևով ինչ որ այդ զոմբի ասողը ում ուզում պաշտպանում է, դամբուլ քեզ եմ ասում, ում որ դու ուզում պաշտպանում ես, դա քո սահմանադրական իրավունքն է, եւ այդ սահմանադրական իրավունքից ունեն բոլոր 3 միլիոն քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում ապրող, բայց այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր որ իրենց պետությունն ու պետականությունն են ընկալում, սատարում են դրան, ու իրենց պետականության ամրապնդման գործում տեսնում են այս քաղաքական ուժերի գործունեությունը։ Ու ոչ մի ձև չեն տեսնում Քոչարյան հանցագործին, Սերժիկ հանցագործին, Լևոն Տեր-Պետրոսյան հանցագործին, Կտրիշ Ներսիսյան սրբապիղծին, Սամվել Կարապետյան թալանչիին, հանցագործին ու մյուսին։ Դա լրիվ նորմալ է, դա իմ ձևակերպումներն է, այդպես եմ բնութագրում։ Բայց քեզ որպես սատարող չեմ ասում դու ապուշ ես, որ նրանց ես սատարում, չեմ ասում, արա ապուշ, բախես դու ասում։
Հուսամ ըմբռնեցին, չգիտեմ, բայց աշխարհի հետ մենք աշխարհի մի մաս ենք, պետություն ասածը նշանակում է մոլորակի վրա, մոլորակը սահմանափակ է, ինքը անսահմանափակ չի, սա մոլորակն է, սահմանափակ տարածքով, որտեղ կան սահմանափակ տարածքով պետություններ, ու այնտեղ կռիվ է գնում ամեն ժողովրդի միջև, որ իրենք նույնպես ունենան պետություն, ու այս եղած պետությունները այս մոլորակի վրա մեկը մյուսի հետ ուզեն թե չուզեն փոխկապակցված են, եթե մեկը ընկնում է անպայման այդտեղ ուրիշ ծառ են տնկում, հասկանում եք։ Եկեք մեր պետությունը ըմբռնենք, սիրենք ու դրսևորենք մեզ որպես քաղաքացիներ։ Մեկից մոտ լավ կստացվի, մյուսից մոտ ոչ այնքան։ Ոչինչ, որ մեկն ու մեկի մոտ լավ չստացվի։ Կարևորը ցանկությունն ու նպատակն է։ Լավ չստացվելը ոչ մեկից մոտ կատարյալ չի ստացվում, որովհետև մենք նոր ենք փորձում մեզ դրսևորել որպես քաղաքացիներ։ Աշխարհում կան պետություններ, որտեղ 300 տարի քաղաքացի տերմինը ծնվել է, ապրում ու աշխատում է, մեզ մոտ նոր է դա։ Մենք մինչև այսօր որոշել ենք, որ մենք հայ եւ սա հայերի երկիր, հայրենիք ու ցենց ինչ-որ անցել բաներ ենք երազել եւ այլն եւ այլն։ Առանց իրավունքների, առանց կանոնադրությունների, առանց սահմանադրությունների, առանց օրենսգրքերի, պետությունից մեզ ինչքան կարողացել ենք օտարել ենք, այս եթե պետականա կարելի է թալանել, հերնանցել, մաման լացացնել, կարելի է կպցնել, գողանալ, տանել, կարելի է սրա աշխնին, ես անել, նեն անել։ Սա է մեզ սովորեցել։ Ես սա ժառանգությունը սովետից։ Ես սա մեր տունը քանդելը։ Եկեք, շատ մեծ գլուխները մտավակենք, որպես քաղաքացի սկսենք մեզ դրսևորել։ Երբ ես ինքս գուցե որպես քաղաքացի շատ սխալներ անեմ, ես շատ շնորհակալ կլինեմ, երբ որ ինձ շտկում եք։ Եվ դուք էլ ամեն մեկը պատրաստ եղեք, որ ձեր հայրենիքի դες կուղի փորձեք շտկվել, ընդունել դա, ընդունել բարի ձևով, դրական ձևով։ Ավները տանում զանգում եք, անջատում ենք, էլի զանգում եք։ Հասկանում եք այսպես է, մի հատ դեպք պատմեմ երեկվանից։ Երեք հորս հիվանդանոցից իջացնում եմ մի հատ ուրիշ կենտրոն, որտեղ պիտի անալիզ տա։ Շատ դանդաղ է քայլում, շատ հյուսված է։ Մայրս հետներս, մայրս էլ այնպես չի, որ ամեն ինչ իր մոտ նորմալ է։ Հնարավորինս փորձում եմ մոտ կանգնեմ։ Տեսնում եմ, չէ, տեղ չկա, դե քաղաքի կենտրոնում է, տեղ չկա։ Մի պահ կանգնում եմ մի հատ դալանի մոտ։ Ասում եմ, լավ, մի րոպե է, այստեղ իջացնեմ, հասցնեմ հիվանդին, ես գամ մեքենան կքաշեմ, մինչև այնտեղ անալիզը կազմեմ, ես կարամ շրջեմ։ Քաղաքով հետ գամ, վերցեմ գնամ։ Իջացնում հետ եմ գալիս, այսինքն այդ ամեն ինչը իրար տևելա 120 վայրկյանից ոչ ավել, 2 րոպե։ Հետ գալուց արդեն սիգնալ, դե մարդը եկել է, ասես դալանից ուզում է դուրս գա, ես կանգնած եմ, փակել եմ, բնական է, սիգնալ կտա, նորմալ է։ Սիգնալ, մոտենալուց արագ, դե արագ գնացել են, դե իրենք չեն կարող արագ քայլել։ Այնտեղ արագ պայմանավորվել եմ, հեսա բան արեք, արագ ետ եմ գալիս։ Մոտենում արդեն ներողություն ասելով մոտենում, ասում եմ ցավը տալեմ կներես, սա արդեն թռավ դեմքից։ Ասում եմ ընկեր, արի կռիվ չանենք։ Ես գիտեմ, որ ես աշխարհի ամենավատ տեղն եմ կանգնել ու խանգարելու եմ մարդկանց։ Պարզապես սիտուացիան այսպեսին է, խուլիգան մարդ չեմ հո։ Դու ես գիտեմ, ասում եմ ընկեր, դու մի րոպեից ավել ախր չես սпасել, խես հիմա կռիվ անում։ Իմ մի րոպեն դու կարող ես բան անել, ես բաներ եմ խոսում, նայեք ինքնա չափազանց շատ է իրավունքը ըմբռնել, էլի։ Ասում եմ, ապեր, այդ մի րոպետ ինչ արժի, ասա տամ գնամ, էլի։ Անգինա։ Դասում անգինը ունի երկու վերսիա, կամ անգինա, որովհետև շատ թանկարժի, կամ անգինա, որովհետև ոչ մի բան չարժի։ Ես ընկալում եմ, որ ոչ մի բան չարժի, եթե տենց ես դու մոտենում։ Քեզ ասում եմ, սենց սիտուացիա մարդկանց չի կարող այլ ձև։ Աստված քո ծնողներին առողջություն տա։ Սենց բան եղավ, որը որ կարող ցանկացածից հետ լինի, ինչի արդյունքում մենք դիմացինին անհանգստություն պատճառելու համար ունենք հիանալի բառ, ներողություն։ Օրա, կյանքս ուտում էր, տեսա չի ստացվում, նոր մի քիչ սկսեցի ստիպված կոպիտ խոսալ, որ
լավ անելով բան, ինչը կյանքում չեմ ընդունել։ Բայց եկեք իրար այս պատմությունը խի ասացի, եկեք իրար չստիպենք հասնի սրան։ Բայց մյուս կողմից էլ ոչ մեկս էլ չառիթավորվենք։ Սա է ասելիքս։ Այդ sense բաներում վռած մենք ընկալում ենք մեր իրավունքը բանը, բաներ։ Չէ, ցավերլանում։ Լինում են սիտուացիաներ, իրավիճակներ։ Այդտեղ պետք է մի փոքր ներողամտություն։ Պետք է մի հատ իրար լսել։ Ու առավել եւս երբ որ չարացած չեն էլի բան անում։ Եթե ժամանակին այդտեղ կանգնած լիներ օրինակ ալիգարխներից մեկը ու առհասարակատից հետո դուրս չգար, առատ է դու կգայր այդտեղ ու կորոպեի բազարը կարեր։ Բայց քեզ մարդկային բան ենք ասում։ Իրավիճակ ենք ասում։ Այս օրինակը խի բերեցի, այսքան կարան լինեն իրավիճակներ, երբ որ մենք որոշակիորեն ստիպված ենք թերանալ, չեն կարել բան, բայց պետք է իրար հանդեպ բան լինենք մի քիչ, հանդուրժը։ Ինչ աշխում զոմբի, առել եք, ընկել եք, ծիծաղելի եք դուք, ծիծաղելի և նույնքան ցավալի է այդ իրականությունը, ինչի համար, ինձ համար, ես ոչ թե նեղվում եմ կամ վիրավորում եմ, որովհետև դուրակ մարդու ասածից չես կարող վիրավորվես, բայց երբ որ դու հասկանում ես, որ այդ մարդու հետ դու ունես հավասար իրավունքներ մի պետության մեջ, դու ունես նույն անձնագիր է այդ մարդու հետ ու պետությունը համ նույն չափ կոնն է ու նույն չափ իրանն է, դու այդտեղ քեզ վատ ես զգում այ։ Առավել երբ որ բացատրում ես, մարդը չորով չի ուզում լսի, ինքը հակված է մենակ վիրավորելուն։ Չնայած սրանց մեծ մասը դրսերն են։ Դրսերը փախած, թռած, լռված ինչ-որ տեղեր, չգիտեմ ինչ էր։ Հասկանում ենք դա, բայց այն մյուս մարդիկ, ովքեր որ դա տեսնում են, ուզում ենք, որ այս մարդիկ նույնպես հասկանան։ Ես այս ապուշներին հիմա բան չեմ բացատրում, այդ ապուշներին, լսողներին ու նրանց ասացի տակ ազդեցության տակ ընկնողներին եմ ասում։ Ձեզ սիրողը նա չի, որ fake edge-ով մտե ես իմ ինչա խոսում։ Ձեզ սիրողը ես եմ, որ իմ դոմքով մտել եմ ու այսքան բանը ասում եմ, որ ես ձեզ սիրում եմ։ Այսպես ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար, կհանդիպենք։ Լավ մնացեք, բարի գիշեր։ Ամեն ինչ շատ լավ է լինելու։ Ես վստահ եմ, որ մենք հաջողելու ենք ու հաղթահարելու ենք տգիտության այն բարիերը, որը 30 տարի դիտավորյալ մեր երակներում լցվել է, մեր ուղեղի մեջ լցվել է։ Մենք կարող ենք դա անել։ Մենք դառնալու ենք աշխարհի ամենալավ պետությունը եւ դառնալու ենք աշխարհի ամենալավ պետության, աշխարհի ամենալավ քաղաքացիները։ Դառնալու ենք։ Պարզապես մի փոքր ժամանակ է պետք, մի փոքր դժվար է լինելու, մի փոքր իրար լսել ու ներողամիտ լինել է պետք լինելու, մի փոքր իրար ճանաչել է պետք լինելու, մի փոքր մեր լեզուն արմատապես ըմբռնել լսել, ոչ միայն խոսել, այլ նաև լսել է պետք լինելու։ Բարի գիշեր ձեզ, լավ եղեք։